Առողջապահության նախկին նախարարի տեղակալ Իլյա Ղուդուշաուրիին ձերբակալել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Մեղադրանքը դեռևս հայտնի չէ։ Փաստաբանի տեղեկությամբ նրան այժմ տեղափոխել են նախնական տեղակայման մեկուսարան։ Նրա գործունեությունը դեռ չեն փոխանցվել եւ համապատասխանաբար այս փուլում մեղադրանքի ձևակերպումը հայտնի չէ։ Իլյա Ղուդուշաուրին այդ պաշտոնը զբաղեցնում էր Զուրաբ Ազարաշվիլիի նախարարության ժամանակ։ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանում Ուկրաինայի նոր դեսպան է նշանակել։ Հրամանագիրը, որը հրապարակվել է հունվարի 26-ին, հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք-էջում։ Փաստաթղթի համաձայն Միխայլո Բրոդովիչը կլինի Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Վրաստանում։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությամբ Բրոդովիչը 1996 թվականից աշխատում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։ Նա եղել է Ուկրաինայի հյուպատոսը Ստամբուլում, գլխավոր հյուպատոսը Կրակովում, իսկ 2015-ից 2022 թվականներին Ուկրաինայի լիազոր դեսպանը Սլովենիայում։ Սպառողական գների իջեցման հարցը կրկին քաղաքական գնահատականների թեմա է։ Վարչապետի նախաձեռնության վերաբերյալ դրական ակնկալիքներ ունեն իշխող թիմում եւ ասում են, որ դա շուտով պետք է անդրադառնա հասարակության վրա էլ։ Ընդդիմության մի մասը ասում է, որ հարցի լուծումը կարևոր է, սակայն ուշացած է եւ անարդյունավետ կլինի։ Հիշեցնենք, որ սննդամթերքից եւ դեղորայքից բացի կառավարական հանձնաժողովը նախատեսում է ուսումնասիրել նաեւ վառելիքի շուկան։ Ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարական համակարգող հանձնաժողովի ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն դեղագործական արտադրանքի եւ վառելիքի գների վերաբերյալ։ Քաղաքական բանավեճերի անցկացումը նույնպես քաղաքական քննարկման թեմա է։ Վրացական երազանքը պատրաստ է խորհրդակցությունների եւ քննարկումների բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իշխող թիմում ասում են, որ բանավեճերի առաջին ձևաչափը պետք է ձևավորվի եւ անցկացվի մոտ 2 շաբաթից։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա մի մասը պատրաստ է բանավեճերի, իսկ մյուս մասը վերջնագրեր են ներկայացնում այս գործընթացին ներգրավելու համար, այդ թվում ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակելը։ Հոկտեմբերի 4-ի գործով դատական նիստերը շարունակվում են։ Ընթացել է Մարիամ Մեղանցիշվիլիի, Նանա Սանդերիի եւ եւս 10 անձի դատավարությունը։ Ուսումնասիրվել են մեղադրող կողմի ապացույցները։ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել գործին լրացուցիչ ապացույցներ կցելու վերաբերյալ, որը նրանց խոսքով վերաբերում է տուժած ոստիկանների առողջական վիճակին։ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 4-րդ շրջափուլի շրջանակում քննարկվել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ 2025 թվականի ազգային զեկույցը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն խորհրդի անդամներին ներկայացրել է նախարարությունում հաշվետու ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում հասած արդյունքները։ Նա ուշադրություն է դարձրել ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, այդ թվում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ ձեռնարկված միջոցառումներին, ինչպես նաև կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու անչափահասների իրավունքների պաշտպանությանը։ Զրույցը վերաբերել է վերջին շրջանում երկրում ընթացող հակակառավարական ցույցերին եւ ՆԳՆ-ի ձեռնարկած միջոցառումներին։ Նման զեկույցներ երկրները ներկայացնում են յուրաքանչյուր 5 տարի մեկ։ Վրաստանի պատվիրակությունը Ժնևում գտնվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաթունա Թոթլաձեի ղեկավարությամբ։ Պատվիրակությունը բաղկացած է եղել գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներից։ Մինեապոլիսում դաշնային գործակալ Ալեքս Պրետի սպանությունից հետո սահմանային պարեկի պետը եւ մի քանի ներգաղթի գործակալներ լքել են Մինեապոլիսը։ CNN-ը աղբյուրներին հիմնվելով գրում է, որ ներքին անվտանգության վարչությունը կասեցրել է Գրեգորի Բովինոյի համար սոցիալական լրատվամիջոցի հասանելիությունը։ Նա օրական մի քանի անգամ հրապարակում էր գրառումներ, որտեղ քննադատում էր իր հակառակորդներին, կիսվում ձերբակալված ներգաղթյալների լուսանկարներով եւ իր ելույթներով։ Հիշեցնենք, որ Ալեքս Պրետի զոհվելուց հետո, որին սպանել էին ներգաղթի եւ մաքսային ծառայության գործողության ժամանակ կրակոցի արդյունքում, Մինեսոտայում վերսկսեցին բողոքի ցույցերը։ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, որ կրակոցը եղել է ինքնապաշտպանության նպատակով, սակայն այս վարկածը շատ քաղաքացիների համար կասկածելի է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Washington Post-ի լրագրողի տունը կապված ազգային անվտանգության ոլորտի արտահոսքի հետ։ Ինչպես NBC News-ն է գրում, գործակալները առգրավել են լրագրողի բջջային հեռախոսաաշխատանքային եւ անձնական նոթբուքները, ձայնագրիչը, յուրագիր կոշտ սկավառակը եւ խելացի ժամացույցը։ Հետաքննությունն ուղղված է պետական կոնտրակտոր Ավրելիո Պերես Լուգոնեսի դեմ, ում մեղադրանք են առաջադրել գաղտնի տեղեկատվության անօրինական կերպով պահելու մեջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկությամբ նա
գաղտնի տեղեկատվություն է հավաքել առանց թույլատվության։ Մամուլի ազատության պաշտպանները նշում են, որ սա աննախադեպ քայլ է, որը խաթարում է խոսքի ազատությունը, խոչընդոտում լրագրողական աշխատանքին և ստեղծում վտանգավոր նախադեպ։ Կեղծ և խարդախ հարցումները պետք է քրեական հանցագործություն լինեն, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով Թրամփին հակառակվող բոլոր լրատվամիջոցները, որոնք գրել են իր մասին 2020 թվականի ընտրությունների ժամանակ, հրապարակել են դիտավորյալ կեղծ հարցումներ։ Ինչ-որ բան պետք է արվի կեղծված հարցումների դեմ։ Նույնիսկ Fox News-ի և Wall Street Journal-ի հարցումները տարիների ընթացքում սարսափելի են եղել։ Ցավալի է, ինչ-որ պատահել է ամերիկյան լրագրությանը, բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այս սոցիոլոգիական խարդախությունը այլևս չշարունակվի, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ամերիկայում բռնության մակարդակի վերաբերյալ մտահոգություն է հայտնում Գերմանիայի կանցլերը։ Ֆրիդրիխ Մերցը պահանջում է Մինեապոլիսում ներգաղթային գործակալների կողմից քաղաքացու սպանության դեպքի հետաքննությունը։ Նրա հայտարարությամբ Միացյալ Նահանգներում այս տեսանկյունից իրավիճակը մտահոգիչ է։ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ լարվածությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Axios-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Իրանի հետ իրավիճակը փոփոխական է։ Մենք Իրանի կողքին ունենք նավերի մեծ նավատորմ, ավելի մեծ, քան Վենեսուելայի հետ։ Նրանք ցանկանում են համաձայնագիր, ես դա գիտեմ, մի քանի անգամ զանգահարել են, նշել է Դոնալդ Թրամփը։ Axios-ը աղբյուրներին հիմնվելով գրում է, որ նախագահը դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ և այս շաբաթ նախատեսում է լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել իր ազգային անվտանգության թիմի հետ։ Ամերիկան բարձրացնում է Հարավային Կորեայից ԱՄՆ մտնող ավտոմեքենաների փայտանյութի և դեղագործական ապրանքների մաքսային տուրքերը 15%-ից մինչև 25%։ Հայտարարությունը արել է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով անցած տարվա հուլիսին նա հասել է օգտակար առևտրային համաձայնության Հարավային Կորեայի նախագահի հետ, որը հետագայում հոկտեմբերին նրա Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ կրկին հաստատել են։ Չնայած այս ամենին, Միացյալ Նահանգների նախագահը քննադատում է Հարավային Կորեայի խորհրդարանին այն բանի համար, որ այս համաձայնությունը դեռևս չեն հաստատել։ Ғազայում գտնված վերջին պատանդի դիակը փոխանցվել է Իսրայելին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահումը խոսքով ելույթի ժամանակ դրական է գնահատել Դոնալդ Թրամփի դերը իսրայելացի պատանդների վերադարձի գործընթացում։ Թրամփն էլ է անդրադարձել հարցին և կոչել, որ դա իր վարչակազմի շնորհիվ է։ Սահմանային ոստիկանությունը ձերբակալել է 2 օտարերկրյա քաղաքացու՝ սահմանը անօրինական խմբակային կերպով հատելու մեղադրանքով։ Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել Սարփիի անցակետում։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները խմբով Թուրքիայից անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։ Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից վտարել են 87 օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Բանգլադեշի, Թայլանդի, Իսրայելի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Սուդանի և Սիրիայի քաղաքացիներ։ Նշված անձանց արգելվել է մուտք գործել երկիր համաձայն գործող օրենսդրության։ Իսանի Սամգորիի և Գլդանի Նadzալադեվի գլխավոր բաժինների աշխատակիցները թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքին նպաստելու մեղադրանքով ձերբակալել են 5 անձանց։ Նրանց թվում են ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Մեղադրյալների անձնական և բնակելի տների, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերի խուզարկության ժամանակ որպես իրեղենապացույց առգրավվել են տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում մեթադոն և չոր մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Գորիի քաղաքապետարանի գյուղերում Տղվիավիում և Քվե Մոխվիթիում կազմակերպվել և լիովին սարքավորվել են ջերմոցային տնտեսություններ տեղահանված ընտանիքների համար։ Առողջապահության նախարարության տեղեկությամբ 2025 թվականի ընթացքում ողջ Վրաստանի մասշտաբով իրականացվել է 50 նմանատիպ նախագիծ, որտեղ տեղահանվածներն արդեն սկսել են մշակել տարբեր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսեր։ Ծրագրին ներգրավել ցանկացող տեղահանված անձանց և էկոմիգրանտների համար դիմումների ընդունման նոր փուլն արդեն սկսվել է և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը ներառյալ։
Այսօր Նինո Օբա է, տոնը նշելու համար եկեղեցիներում առավոտից պատարակներ են մատուցվում։ Սուրբ Նինոն Վրաստան է եկել Կապադովկիայից։ Իր քարոզներով եւ գործերով նա նպաստել է քրիստոնեության տարածմանը։ Հենց նրա գործունեության արդյունքում է, որ քրիստոնեությունը Վրաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Նինո Օբան մեր երկրում նշվում է տարին 2 անգամ։ Հունիսի 1-ը նրա Վրաստան ժամանման օրն է, իսկ հունվարի 27-ը նրա մահվան օրը։